Սիրելի ժողովուրդ, գալիս է նոր տարի, որը իրականում ճակատագրական է լինելու մեր պետության, մեր ժողովրդի, մեր ազգի համար։ Իհարկե, տարբեր տեսակետներ կհնչեն, տարբեր կարծիքներ կհնչեն։ Միակ բանը, որը չի կարելի թույլ տալ, դա մեր տարանջատումն է, ազգային միասնությունը պետք է ապահովել եւ շարունակել ավելի համախմբված հանդես գալ, որպես հայ, որպես իր ինքնությունը պահպանող, որպես իր անցյալը հարգող, որպես անցյալի բոլոր սխալները հասկացող եւ վերացնող եւ այսօրվա վտանգները, հատկապես այսօրվա վտանգները դրան դիմակայել է։ Ես խորին համոզմունքն ունեմ, որ այդպես եղել է եւ կլինի, եթե ազգը միավորվում է, ապա հայ ազգին որևէ մեկը հաղթել չի կարող։ Եվ ես նորին ուզում եմ հայտարարել, որ այսօրվա դրությամբ հայ առաքելական եկեղեցու շուրջ համախմբված մեր ժողովուրդը, քաղաքական ուժերը եւ հասարակությունը, այո, դրանով կարող են հաստատել, որ մենք հավատարիմ ենք մեր արժեքային համակարգին, մենք գնահատում ենք մեր հայ լինելը, մենք գիտենք ինչպիսի տաղանդավոր ժողովուրդ ենք, մենք գիտենք, որ այդ տաղանդը բավարար է, որպեսզի մենք նորից վերածնվենք եւ դառնանք առաջնորդող ազգ, եւ դա այսպես գլուխ գովալ չի, այլ իսկապես իրական հնարավորություն է եւ այստեղ է, որ մենք պետք է միավորվենք հանուն մեր երկրի ապագայի։ Ես ուզում եմ ձեզ սրտան շնորհավորել ամանորի կապակցությամբ, Սուրբ Ծնունդի կապակցությամբ, ուզում եմ, որպեսզի բոլորս առողջ լինենք, կորուստներ չունենանք եւ իհարկե խաղաղությունը անհրաժեշտություն է, բայց այդ խաղաղությունը այնպիսին է լինում, երբ քեզ հարգելով են խաղաղությունը հաստատում, քեզնից որոշակի ահ ունենալով են այդ խաղաղությանը գնում։ Եթե ունես թշնամիներ, ուրեմն թշնամիները նույնպես քեզնից պետք է վախենան։ Դրա համար ես ուղղակի եւս մեկ անգամ ուզում եմ մաղթեմ մեզ բոլորիս միասնություն եւ միասնություն։